Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ, Բարնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նյուգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը, որ Հերովդես չորրորդապետի դայեկորդին էր, և Սողոսը։ Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բարնաբասին և Սողոսին առանձնացրեք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։ Ուստի նրանք Սուրբ Հոգուց ուղարկված իջան Սելևկիա ու այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս, և Սալամինա հասնելով հրեաների ժողովարաններում Աստծո խոսքն էին քարոզում։ Որպես օգնական ունեին նաև Հովհաննեսին, շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս, այնտեղ գտան մի ոմն Մոգի, որ մի հրեա սուտ մարգարե էր, և որի անունը Բարեհեսու էր։ Սա Բդեշխի փոխանորդ Սերգեոս Պողոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգեոսը, աղաչելով Բարնաբասին և Սողոսին, ուզում էր լսել Աստծո խոսքը, բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս Մոգը, որովհետև նրա անունը այսպես է թարգմանվում, և ուզում էր Բդեշխի փոխանորդին հավատից շեղել։ Իսկ Սողոսը, որը և Պողոսն է, Սուրբ Հոգով լցված նայեց նրան ու ասաց. «Ով դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի սատանայի, թշնամի ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չես դադարի։ Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քո վրա է, և կույր կլինես, որ միառժամանակ արև չտեսնես»։ Եվ անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ Այն ժամանակ Բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց, զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։